Մեր հրավերը ընդունելու համար այժմ ես ձեզ սիրով կներկայացնեմ 2025 թվականին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացված աշխատանքները կփորձեմ դա անել հնարավորինս հանգամանալից կխնդրեմ ձեզնից եւ ակնկալում եմ ըմբռնում եւ համբերատարություն, որից հետո իհարկե նաև սիրով կպատասխանեմ բոլորի հարցերին, եթե այդպիսիք կլինեն։ Եվ այսպես, սկսենք ռազմարդյունաբերության ոլորտից։ 2025 թվականի ընթացքում կատարվել են բովանդակային մի շարք կարևորագույն փոփոխություններ, բարեփոխումներ, մասնավորապես գիտահետազոտական աշխատանքների եւ փորձարարական մշակումների նոր կարգ է սահմանվել, որով մենք ոչ միայն հստակեցրել եւ համեմատաբար պարզեցրել ենք նոր ԿՓԿ աշխատանքների ֆինանսավորման գործընթացը, այլ նաեւ նոր տրամաբանություն ենք ներդրել տեխնոլոգիական պատրաստության մակարդակի հայեցակարգը, առավել հայտնի TRL ինստիտուտի ներդրման մասին է խոսքը։ Այն փաստացի թույլ է տալիս ընկերություններին բարդ մշակումները քայլ առ քայլ զարգացնել, իրար հաջորդող մի քանի գիտահետազոտական աշխատանքներով եւ փորձարարական մշակումներով։ Այս տրամաբանությամբ սկսնակ ընկերությունները վերջապես կարող են սկսել փոքր ֆինանսավորումից քայլ առ քայլ հասունացնելով թե իրենց մշակումները եւ թե որպես ընկերություն կայանալ։ Երկրորդ փոփոխությունը կրկին բովանդակային բարեփոխումը, որ մենք 25 թվականի ընթացքում այս ոլորտի զարգացման շրջանակում իրականացրել ենք, հետևյալն է. կոնցեպտուալ փոփոխվել է մտավոր սեփականության պատկանելիության վերաբերյալ մեր պատկերացումները եւ մեր մոտեցումները։ Եթե առաջ պետության ֆինանսավորմամբ կատարված աշխատանքների մտավոր սեփականությունը պատկանում էր միայն պետությանը եւ այստեղ խնդիրներ էին ստեղծում գյուտարարների համար, այն ազատ մոնետիզացնելու համատեքստում, ապա արդեն մշակվել է նոր պայմանագրային իրավահարաբերություն, որով նոր գիտահետազոտական աշխատանքները եւ փորձարարական մշակումները եւ դրանցով ստեղծված մտավոր սեփականությունը նախ եւ առաջ պատկանելու է ընկերությանը եւ թույլ է տալու գյուտարարին այն ազատորեն մոնետիզացնել։ Իհարկե պետք է այստեղ առանձնահատուկ նշեմ, որ պետությունը կունենա լիցենզիա այն օգտագործելու բոլոր այն դեպքերում, երբ ընկերությունը չի կարողանա բավարարել պետության պահանջները։ Ռազմարդյունաբերության ոլորտում պետական ֆինանսավորման համատեքստում իհարկե խոսքը գնում է բացառապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործիքակազմի շրջանակում կատարվել է մոտ 2 միլիարդ ավելի քան 2 միլիարդ 100 միլիոն դրամի ֆինանսավորում գիտահետազոտական աշխատանքների եւ փորձարարական մշակումների 2025 թվականին, որը խնդրում եմ ուշադրությամբ արձանագրել 50%-ով ավելի է իր կատարողականով, քան 2024 թվականին արձանագրված արդյունքը, որը փոքր-ինչ ավելի էր, քան 1.4 միլիարդ ՀՀ դրամը 2024 թվականին։ Որպեսզի հասկանալի լինի, թե ինչով է պայմանավորված 25 թվականին ավելի քան 50%-ի չափով այս ոլորտում ֆինանսավորման եւ ծրագրի կատարողականի ավելացումը, ես իմ խոսքի սկզբում ըստ էության արդեն իսկ դրանց անդրադարձա։ Դրանք այն հիմնավոր, մեզ համար ոչ պարզունակ, կոմպլեքս բովանդակային բարեփոխումներն էին, որը եկել եւ մեծացրել է այս ծրագրի գրավչությունը ռազմարդյունաբերական ընկերությունների համար։ Այլ կարգավորումներ, որոնք իրականացվել են այս ոլորտում, մասնավորապես ռազմարդյունաբերական համալիրի մասին օրենքի եւ այլ նոր կարգերի մասով
Ռահի օրենքում կատարվել է կարևորագույն փոփոխություն, որը օրենսդրական հիմք է տալիս ռազմարդյունաբերական ընկերություններին նոր հետազոտություններ եւ մշակումներ անելու նպատակով տրամադրել Պաշտպանության նախարարությանը պատկանող գույքը։ Սա կարևոր բարեփոխում է, որը թույլ է տալիս պետությանը ել ավելի մեծ գործիքակազմով օգնել տեղական ռազմարդյունաբերական ընկերություններին։ Հաջորդ քայլը մշակվել է պետական փորձարկումների կարգը, որը ամբողջությամբ համակարգում է պետական փորձարկումների նման բարդ գործընթացներ իրականացնելու ողջ գործողությունների համակարգը։ Այժմ, երբ մենք ամեն տարի տեսնում ենք տասնյակ նոր արտադրանքների ստեղծում նոր ընկերությունների կողմից, պետական փորձարկումների սահուն իրականացումը, փորձարկումների ժամանակ մեր գործընկեր կառույցի Պաշտպանության նախարարության կողմից անհրաժեշտ գույքի տրամադրումը, գործընթացների վերահսկողությունը կրիտիկական կարևորություն ունեն ոլորտի ընդհանուր զարգացման համար։ Մյուս քայլով մշակվել է պետական փորձարկումներ իրականացնելու համար անհրաժեշտ փորձանմուշներ ստեղծելու ֆինանսավորման կարգը։ Սա հանդիսանում է նոր գործիքակազմ, ֆինանսապես օգնելու մեր ընկերություններին անցնելու պետական փորձարկումների բարդ եւ թանկարժեք գործընթացով։ Բացի այդ, որ ոլորտի համար թերևս նոր իրողություն է, դա այն հանգամանքն է, որ 25 թվականի ընթացքում X քանակի ընկերություններ ռազմական ուրեմն արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացել պետության կողմից։ Եվ վերջում հավելելով ռազմարդյունաբերության բլոկը պետք է նաև անդրադարձ կատարեմ միջազգային համագործակցության թեմային, որտեղ եւս կարևորագույն իրադարձություններ են տեղի ունեցել նախորդ տարում։ Առաջնահերթություն է մեր ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից միջազգային համագործակցությունների հաստատումը եւ սա գաղտնիք չէ։ 25 թվականին ռազմարդյունաբերության կոմիտեն գործարկել է CAMT հարթակը Cooperation Armenia Military Technology եւ կազմակերպել է CAMT France եւ CAMT India գործարար համաժողովները։ Դրանց շրջանակում տասնյակ առաջատար ռազմարդյունաբերական ընկերություններ Ֆրանսիայից եւ Հայաստանից, Հնդկաստանից ներողություն ժամանել են Հայաստան, տեղում ծանոթանալու հայաստանյան ռազմարդյունաբերական ընկերությունների հետ, գործարար կապելու, փորձարկելու հայաստանյան մշակումների եւ դրանց արդյունքում հասունանում են միջազգային նոր համագործակցություններ։ Ամփոփելով թեման միայն կարող եմ հավելել, որ 25 թվականի վերջին մենք նաեւ հանդես եկանք հայտարարությամբ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացել, կարծում եմ ռազմավարական կարևորության որոշում է կայացել, շարունակել դեռևս 22-23 թվականների կամ 23-25 թվականների եռամյա պայմանագրերի այս ուրեմն ավանդույթը եւ արդեն երկրորդ փուլի ֆինանսավորման մասին հայտարարվեց ավելի քան 151 միլիարդ ՀՀ դրամի հասնող ընդհանուր բյուջեով։ Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման համատեքստում իրականացված մեր կողմից իրականացված ծրագրերին անդրադառնանք։ Մասնավորապես մինչև կատարված աշխատանքներին ուզում եմ մի քանի ցուցանիշ հնչեցնել, կարծում եմ այս ձևաչափով համապարփակ ամբողջական կերպով առաջին անգամ կանդրադառնանք համեմատական մի շարք ցուցանիշների, որը գուցե նաև հարգելի լրագրողներ ձեզ համար օգտակար կլինի լուսաբանման աշխատանքներ իրականացնելիս։ 2017 թվականին տեխնոլոգիական ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների քանակը 650-ն էր։ 24 թվականին այն 8396-ն էր, 25 թվականին այն կազմել է 12026։ 25 թվականին 17 թվականի համեմատ աճը կազմել է 18.5 անգամ։ Գործող ընկերություններում աշխատակիցների թիվը 17 թվականին 15350-ն էր, 24 թվականին 41541, 25 թվականին 41431։ 25 թվականին 17 թվականի աճը կազմել է 17-ի համեմատ կազմել է 2.6 անգամ։
Ոլորտի շրջանառությունը 17 թվականին կազմել է 306 միլիարդ 40 միլիոն դրամ, 24 թվականին 915 միլիարդ 800 միլիոն դրամ, 25 թվականին ավելի քան 1 տրիլիոն, 17 թվականի համեմատ 25 թվականին աճը կազմել է 3.2 անգամ։ Արտահանումների ընդհանուր ծավալը 2017 թվականին կազմել է 135 միլիարդ 440 միլիոն դրամ, 24 թվականին 702 միլիարդ 100 միլիոն դրամ, 25 թվականին 711 միլիարդ 500 միլիոն դրամ, 25 թվականին 17 թվականի համեմատ աճը կազմել է 5.2 անգամ։ Այժմ անցնենք արդեն առանձին այն ծրագրերին, որոնք իրականացվել են 2025 թվականին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։ Մասնավորապես ոլորտի պետական աջակցության մասով գիտեք, որ դեռևս 24 թվականի տարեվերջին ընդունվեց ոլորտի պետական աջակցությունը սահմանող եւ կարգավորող նոր օրենսդրություն, որը ուժի մեջ մտավ 2025 թվականի հունվարի 1-ից։ Այդ համատեքստում ունենք առաջին տվյալները եւ կցանկանայի ձեզ հետ այն կիսվել։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված 319 կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի 25 թվականի ընթացքում տրամադրվել է 8.87 միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամի պետական աջակցություն մասնագիտական աշխատող հանդիսացող աշխատանքային միգրանտների եւ աշխատաշուկա նոր մուտք գործած աշխատողների ներգրավման, ինչպես նաև կադրերի պատրաստման եւ վերապատրաստման համար։ Գիտեք, որ բացի պետական աջակցությունից նաև գիտահետազոտական աշխատանքների եւ փորձարարական մշակումների մասով մենք ունեինք առանձին կարգավորումներ հարկային արտոնությունների ուրեմն տեսքով, որոնք որ ամբողջ օրենքի փաթեթի մեջ էին ներառված հարակից օրենքներով, հարկային օրենսգրքով նախատեսված, այդ մասով եւս ունենք որոշակի տվյալներ, որոնք ամփոփել ենք, կրկին ցանկանամ կիսվել ձեզ հետ։ 25 թվականին գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացության են արժանացել 67 կազմակերպությունների շուրջ 80 ծրագրեր, որոնցում ներգրավված շուրջ 900 աշխատակցի համար 20%-ի փոխարեն սահմանվել է եկամտահարկի 10% դրույքաչափ ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածի համար։ R&D-ն, որը ըստ էության միջազգային անվանումն է գիտահետազոտական աշխատանքների եւ փորձարարական մշակումների համար, հետայսու այս տերմինը օգտագործեմ, R&D ծրագրի շրջանակում ձեռքբերվող հիմնական միջոցների համար կիրառվում է արագացված ամորտիզացիոն մեխանիզմ, բացի այդ որոշ գործարքներ ու գործառնություններ ազատվում են ԱԱՀ-ից, շահութահարկի բազայի որոշման ընթացքում համախառն եկամուտը նվազեցվում է R&D աշխատանքների վրա կատարվող ծախսերի չափով։ Ամփոփեցինք R&D ծրագրի 25 թվականի այս պահին մեր ունեցած տվյալները։ Այժմ ռազմավարական ծրագրի մշակմանը կցանկանամ անդրադառնալ, որը մի առանձնահատուկ կարևորություն ունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ընդհանրապես կառավարության համար, քանի որ ոլորտի զարգացման, հետագա զարգացման, ինչպես նաև ոլորտային քաղաքականությունների մշակման համատեքստում այս փաստաթուղթը ունենալու է հիմնարար ուրեմն նշանակություն եւ կենսական կարեւորություն ունեցող ուղենշային փաստաթուղթ լինելու կառավարության համար։ 25 թվականի հունիսի 30-ին նախարարության եւ Ամերիկա ՓԲ-ի միջև կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, որով վերսկսվել են ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները։ Եթե կհիշեք, դրանք դադարեցվել էին USAID-ի հետ կապված
զարգացումներով պայմանավորված, որովհետև այդ խողովակով էր ֆինանսավորումը իրականացվում, սակայն հնդածս կառավարությունը որոշում կայացրեց, որ այդ աշխատանքները պետք է շարունակվեն հենց պետական միջոցներով ֆինանսավորման հաշվին եւ մենք ոչ թե նոր գործընթացի մեկնարկ տվեցինք, այլ պարզապես շարունակեցինք այն գործընթացը, որ միջազգային գործընկերների հետ դեռևս 24 թվականի երկրորդ կեսին սկսել էինք։ Արդեն մշակվել է ռազմավարական ծրագրի մշակման վերլուծական զեկույցը եւ վերլուծական զեկույցի մաս կազմող համաշխարհային բարձր տեխնոլոգիաների ոլորտի ակնակ զեկույցը, սրանով սահմանվել են առաջնահերթ տեխնոլոգիական ուղղությունները, որոնք այժմ կընթերցեմ ձեզ համար։ Դրանք են արհեստական բանականություն, տվյալագիտություն եւ մեքենայական ուսուցում, ծրագրային ապահովման մշակում, բիոինժեներիա եւ բժշկական տեխնոլոգիաներ եւ ինժեներիա, cutting edge engineering, այլ կերպ ասած։ Այս վերլուծական զեկույցը տրամադրվել է նաեւ միջազգային գործընկեր փորձագետների փորձաքննության, ինչպես նաեւ նոյեմբերի 25-ին այն ներկայացվել է ՀՀ վարչապետին կից գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստում։ Ներկայումս ընթանում են ռազմավարական նպատակների սահմանման, արդյունքային շրջանակի եւ գործողությունների ծրագրի կազմման, ինչպես նաեւ շահագրգիռ կողմերի հետ քննարկումների աշխատանքները։ Ռազմավարական ծրագիրը ակնկալվում է հաստատել 2026 թվականի առաջին կիսամյակում։ Plug and Play միջազգային աքսելերատորի հետ իրականացվող ծրագրի մասին։ Դեռևս 24 թվականից միջազգային հեղինակավոր աքսելերատոր Plug and Play Tech Center-ը, որը աշխարհի 5 խոշորագույն միջազգային աքսելերատորների թվին է պատկանում, այս ընկերության հետ համագործակցությամբ մեկնարկել էր 26 շաբաթյա աքսելերացիոն ծրագիր։ Այն ժամանակ դեռևս ծրագրին մասնակցելու համար ընտրվել էին 20 ստարտափներ։ Հաշվի առնելով ծրագրի առաջին փուլում գրանցած հաջողությունները եւ մասնակիցների խիստ դրական արձագանքը եւ ընդհանրապես տեխնոլոգիական համայնքի դրական գնահատականը ծրագրի նկատմամբ Plug and Play-ի հետ համագործակցությունը 2025 թվականի որոշմամբ երկարաձգվեց։ Եռամյա համագործակցության շրջանակներում 25 թվականի նոյեմբերի 21-ին ընկերությունը Հայաստանում գրանցել է Plug and Play Երևան ընկերությունը եւ դեկտեմբերի 12-ին ընկերության հետ կնքվել է պայմանագիր։ Ծրագրի շրջանակում կիրականացվեն 2 ինկուբացիոն, 2 նախաաքսելերացիոն եւ 2 աքսելերացիոն ծրագրեր։ Յուրաքանչյուր ծրագրին կմասնակցեն 15-ից 20 ստարտափներ։ Այս ընթացքում իրականացվել է ներուժ Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը 25 թվականին աշխարհի 18 երկրից ստացվել է 60 հայտ, հրավիրվել են 32 ստարտափներ, 6 ստարտափ հաղթող է ճանաչվել։ Գաղափարից բիզնես դրամաշնորհային ծրագիրն է իրականացվել 25 թվականին, գաղափարի փուլ բաղադրիչի շրջանակում ստացվել է 66 հայտ, առաջին փուլը հաղթահարած 53 ընկերություններից հաղթող է ճանաչվել 19, որոնց տրվել է յուրաքանչյուրի մինչև 5 միլիոն դրամի հասնող դրամաշնոր, իսկ ինկուբացիոն դասընթացի շրջանակում գաղափարի փուլ բաղադրիչի շրջանակում առաջին փուլը հաղթահարած 53 ընկերություններից ընկերություններ հնարավորություն են ստացել մասնակցելու ինկուբացիոն դասընթացին իրենց գաղափարները առևտրայնացնելու հնարավորության եւ տնտեսությունում նոր արժեք ստեղծելու նպատակով։ Ինժեներական քաղաքի մասով ավարտվել է բիզնես աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքները։ Դեռևս ուզում եմ հիշեցնել, որ 2024 թվականից ինժեներական քաղաքի տարածքում գործում է Ազնավուր սուպեր գերհամակարգչային կենտրոնը։ Այս պահին ինժեներական քաղաքում ռեզիդենտի կարգավիճակ ունեն 16 ինժեներական ընկերություններ։ Այստեղ հիմնական գործունեության ուղղություններն են ավտոմոբիլային արդյունաբերություն, 5-րդ սերունդի բջջային կապ, միկրոսխեմաների մշակում, միկրոէլեկտրոնիկա, արդյունաբերական իրերի ինտերնետ, ռադիոէլեկտրոնային համակարգեր եւ համալիրներ, կենսաբժշկական ճարտարագիտություն եւ այլն։
Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ մասնավոր հատված համագործակցության ծրագրի շրջանակում իրականացվել են հետևյալ աշխատանքները։ Մասսայական ուսուցում բաղադրիչով 7 Հայաստանի Հանրապետության 7 մարզերում կազմակերպվել են տարատեսակ տեխնոլոգիական դասընթացներ, այստեղ ներգրավված է եղել ավելի քան 700 մասնակից։ Գործնական հմտությունների կատարելագործում բաղադրիչի շրջանակում կազմակերպվել է կիբերանվտանգության ուղղությամբ հաքաթոն, որին ներգրաված է եղել նաև ամերիկյան SimSpace հեղինակավոր կազմակերպությունը։ Միջոցառմանը մասնակցել է Հայաստանի պետական հատվածում և կրիտիկական ենթակառուցվածքներում աշխատող շուրջ 65 մասնագետ։ Կազմակերպվել են ուսանողական հաքաթոններ, որոնց մասնակցել են տասնյակ ուսումնական հաստատությունների շուրջ 100 ուսանողներ։ Սևան Startup Summit-ի հետ կապված ուզում եմ հայտնել, որ 2025 թվականին այն անցկացվել է հուլիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, առաջին անգամ ՀՀ կառավարության աջակցությամբ եւ համաֆինանսավորմամբ ավելի քան 250 ստարտափ թիմեր աշխարհի 40 երկրներից Սևան Startup Summit 2025-ի ընթացքում ներկայացրել են իրենց նորարարական գաղափարները տարբեր թեմաների շուրջ։ Նախարարության նախաձեռնությամբ հուլիսի 25-ին անցկացվել է Government Day միջոցառումը։ Կապի և փոստի ուղղությամբ իրականացված աշխատանքները այժմ կներկայացնեմ։ Կապի մասով մշակվել և սահմանված կարգով շրջանառվելուց հետո Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից 25 թվականի մարտի 5-ին հավանության է արժանացել տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Նախագծով առաջարկվող փոփոխություններով դրանց արդյունքում վերանայվել են կարգավորող պետական մարմնի վերաբերյալ գործառույթները, հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացման, հեղինակազորման և լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման պայմաններին առնչվող դրույթներ։ Դրանից հետո շրջանառվել է նույն օրենքում փոփոխությունների երկրորդ փաթեթը, որոնք առաջին ընթերցմամբ նախորդ շաբաթ պատգամավորների ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկվեցին և առաջիկայում մենք այն արդեն երկրորդ ընթերցման կներկայացնենք ազգային ժողովին, կհիշեք համեմատաբար ավելի թարմ իրադարձություն է, սրանով մենք անդրադարձել ենք նաև եթերի բովանդակության նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը, բռնության սահմանադրական կարգի տապալման և նմանօրինակ դեռևս քրեական օրենսգրքով պատժելի արարքները տեսալսողական բովանդակությամբ հանրությանը մատուցելու պարագայում պատասխանատվության շրջանակ ենք սահմանել թե ցանցային օպերատորների և թե հեռարձակողների համար, ինչպես նաև օտարերկրյա հեռարձակողների պարագայում Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական կյանքին միջամտության համար են սահմանվել նոր խաղի կանոններ հենց երկրորդ փաթեթով, ինչպես նշեցի, սա ընթացիկ փուլում գտնվող գործընթաց է և առաջիկայում հույս ունենք, որ օրենքը երկրորդ ընթերցման և ամբողջությամբ կընդունվի և ուժի մեջ կմտնի առաջիկա ամիսների ընթացքում։ Հայաստանի Հանրապետությունում 5G տեխնոլոգիաների ներդրման մասով կհիշեք դեռևս 2024 թվականի վերջին մենք հայտարարեցինք, որ համապատասխան մրցույթներն են հայտարարվել 2300 մեգահերցից 2400 մեգահերց ռադիոհաճախականային տիրույթի համար, ինչպես նաև 3600-ից 3800 մեգահերց ռադիոհաճախականային տիրույթների համար մրցույթի հաղթող էր ճանաչվել Viva Armenia ընկերությունը և որով պարտավորվել էր, որ 3-ից 7 տարվա ընթացքում ըստ սահմանված ժամանակացույցի պետք է ապահովի
շարժական կապի, լայնաշերտ, լիարժեք 5G տեխնոլոգիայի ծառայությունների հասանելիություն հանրապետության քաղաքային յուրաքանչյուր բնակավայրում համապատասխանաբար բնակավայրի կադաստրային տարածքի առնվազն 60%-ում, ներառյալ մի քանի գոտիներ, որոնք առանձնացվել էին մրցութային պայմաններով, ինժեներական քաղաք, ակադեմիական քաղաք, Զվարթնոց, Գյումրի, Կապան, օդանավակայաններ, Հայաստանի Հանրապետության սահմանային բոլոր գործող և նոր կառուցվող մաքսակետերի տարածքներ, ինչպես նաև հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընդհանուր երկարության 98%-ում լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթ։ 25 թվականի ամսին կայացած մրցույթում, ինչպես նշեցի, հաղթող էր ճանաչվել Viva Armenia ընկերությունը և այս ուղղությամբ աշխատանքները արդեն իսկ դեռևս ամիսներ առաջվանից մեկնարկել են։ Կապի հետ ոլորտի մասով ուզում եմ ասել, որ մենք նաև կհիշեք, որ նախորդ տարվա ընթացքում իմ զեկույցում ներկայացրել էի, որ կառավարությունը կարևոր ներդրում է կատարել ձեռք բերելով Հանրահայտ Ռոդեն Շվարց ընկերության համապատասխան սարքավորումները և վերազինելով իր կարողությունները հետայսու հնարավորություն ունի սեփական տեխնիկական կարողություններն օգտագործելով համապատասխան չափումները և թեստավորումները իրականացնելու, հասկանալու, թե հանրապետության որ հատվածներում տեխնոլոգիաների ծածկույթների ինչ չափով են դրանք ապահովված և ուզում եմ թերևս առաջին անգամ, թեև առաջիկայում ապրիլին ազգային ժողովում նախատեսվում է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պիտի հանդես գա զեկույցով այս տվյալները ևս հանրային հրապարակային ներկայացնի, սակայն օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ Ռոդեն Շվարց ընկերության TSMA 6 բջջային կապի թեստավորման սարքի և նեստոր ծրագրային ապահովման միջոցով իրականացվել է բջջային օպերատորների 4G LTE տեխնոլոգիայի ծածկույթների թեստավորման աշխատանքներ test drive եղանակով։ Ես բնականաբար ամբողջ զեկույցը չեմ կարող այժմ ընթերցել, պայմանականորեն մի քանի ուղղություններով ըստ բնակավայրերի կընթերցեմ, որպեսզի նաև ձեզ համար առավել պատկերացնելի և ընկալելի լինի տվյալ աշխատանքների արդյունքները։ Մասնավորապես Երևան, Երասք, Նորավան, Տաթև, Կապան, Մեղրի, ՀՀ սահման Յուքոմ ընկերությունը չափումների արդյունքում արձանագրվել է, որ այստեղ 4 կատեգորիաների են բաժանված՝ լավ, միջին, վատ և ընդհանրապես, որ ծածկույթ չկա տվյալ հատվածում։ Այս հատվածում 48% լավ արդյունք, 19% միջին, 11% վատ, 22% ծածկույթ չկա, թիմը 47% լավ, 18% միջին, 12% վատ, 23% ծածկույթ չկա, Vivan 55% լավ, 22% միջին, 10% վատ, 13% ծածկույթ չկա։ Երևան, Սևան, Իջևան սահման Յուքոմ լավ 73%, թիմ լավ 54%, Viva 61%։ Միայն լավ արդյունքները ընթերցեմ, թերևս ձեր թույլտվությամբ Երևան Արմավիր ՀՀ սահման Յուքոմ 80%, թիմ 76%, Viva 75%, Նորավանի Խաշմուր Գորիս տեղ Կորնիձոր ՀՀ սահման Յուքոմ 29%, թիմ 47%, Viva 48%, առաջիկայում, ինչպես արդեն իսկ նշեցի, հանգամանալից կերպով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր տարեկան զեկույցում այս բոլոր ցուցանիշներին կանդրադառնի, նաև մեր քաղաքացիները կտեսնեն մեր կատարած աշխատանքի արդյունքները, որի համար թերևս կառավարությունը համապատասխան ոչ փոքր ծավալի ներդրում էր կատարել վերազինելու իր տեխնիկական կարողությունները զարգացնելու եւ ահա սա առաջին անգամ հնարավորություն է մեզ տվել որպես ելակետային ցուցանիշ վերցնել ոչ թե հենց տելեկոմ ընկերությունների տրամադրած տվյալները, այլև մեր կողմից իրականացված չափումների արդյունքները
դրանք ըստ կարգի ընթացակարգերի փոխանցվում են հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին, որոնք էլ իրականացնում են լիցենզիոն պայմանների նկատմամբ վերահսկման աշխատանքներ, այսինքն տվյալ պարագայում հիմնարար կերպով փոխվել են ընդհանուր գործընթացները եւ մենք կարողանում ենք օբյեկտիվորեն չափումները կատարել եւ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը այնտեղ որտեղ լիցենզիոն պայմանների որոշակի թերացումներ, խախտումներ կլինեն, կկարողանան պատշաճ կերպով դրանք ուղղորդել եւ տելեկոմների հետ համագործակցային աշխատանքի արդյունքում այդ բաց թողումները կամ թերացումները շտկել։ Այս համատեքստում, ինչպես նշեցի, միջպետական բոլոր եւ հանրապետական գրեթե բոլոր ճանապարհներին Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան, Չարենցավան, Վաղարշապատ քաղաքներում համապատասխան համալրված նոր սարքավորումներով, շարժական կայաններով իրականացվել են շարժական բջջային կապի բոլոր օպերատորների կողմից օգտագործող տեխնոլոգիաների ծածկույթների չափումներ եւ վերլուծություններ, դրանք մեզ մոտ ուրեմն արտացոլվում են ինտերակտիվ քարտեզի վրա եւ փաստորեն մեզ հնարավորություն են տալիս լայվ ռեժիմով հետեւել այն հատվածները, որտեղ ունենք կապի եւ մատուցվող ծառայությունների հետ կապված խնդիրներ։ Գիտեք, որ 2025 թվականին Երևանի հեռուստաաշտարակի գեղարվեստական կամ գեղազարդ լուսավորության համակարգի ամբողջական վերափոխման ծրագիր է իրականացվել, գիտեք, չեմ ուզում շատ մանրամասնել, թե ինչ նպատակ է այն հետապնդել, համենայն դեպս նշեմ, որ արդեն իսկ տարիների ընթացքում շահագործման ընթացքում լրջագույն մաշվածության խնդիրեր առաջացել եւ թերևս այն հրամայական էր մեզ համար։ Ուզում եմ նշել, որ այս մասով կարող ենք անդրադարձ կատարել նաև արբանյակային ինտերնետ կապի ոլորտում նախարարության կողմից իրականացված մեծածավալ աշխատանքներին, գաղտնիք չէ, որ Հայաստանում արդեն 2025 թվականից հասանել է արբանյակային ինտերնետ կապի Starlink ընկերության ծառայությունները, SpaceX ընկերության, այստեղ մենք աշխատանքները մեկնարկել ենք դեռևս 2024 թվականից ազատականացնելով ռադիո հաճախականային որոշակի տիրույթներ, որից հետո միայն հնարավորություն ունեցավ Starlink ընկերությունը իր գործունեությունը ծավալել, կարող եմ ասել, որ այս 25 թվականի մարտ երկրորդ կեսի ընթացքում մենք այս մասով ստացել ենք 155 հայտ, Հայաստանի Հանրապետություն ներմուծվել են 340 տերմինալներ կամ սարքավորումներ։ HiPost փակbaşնետիրական ընկերության խորհրդի կողմից ընդունվել է 25-30 թվականների զարգացման ռազմավարությունը։ Ընկերության կողմից վերանորոգվել արդիականացվել է 8 փոստային բաժանմունք եւ Երևանում եւ մարզերում։ Տեղեկատվական անվտանգության եւ կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն ընկերությունը եւս իր գործունեությունն է մեկնարկել, կհիշեք դեռևս 24 թվականին մենք այս նոր կառույցն ենք հիմնել եւ 25 թվականի հունիսից այլևս մեկնարկել է իր գործունեությունը, այս մասով մամուլում օբյեկտիվորեն տեղեկատվության որոշակի բաց ունեցել ենք, այսօր կփորձեմ որոշակիորեն լրացնել այդ բացը համապատասխան տեղեկատվություն տալով եւ ակնկալում եմ, որ ըմբռնումով կմոտենաք եւ կսահմանափակվենք այս մասով այն տեղեկատվությամբ, որը ես ձեզ կհայտնեմ։ Մասնավորապես կրիպտոգրաֆիայի եւ նեղ մասնագիտական ուղղություններով դասընթացների կազմակերպման շրջանակում իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ, մշակվել է կրթական ծրագիրը եւ իրականացվել է մասնակիցների ընտրությունը։ Տեխնիկական ստորաբաժանման կարողությունների համալրման նպատակով ձևավորվել է խումբ, մեկնարկել են մասնագիտացված աշխատանքները, դասընթացները։ Իրականացվել է համակարգված հետազոտություն տարածաշրջանի տեղեկատվական անվտանգության եւ կրիպտոգրաֆիայի ոլորտների պետական համակարգերը վերլուծելու նպատակով։
Վերլուծությունը իրականացվել է բաց աղբյուրներում առկա տեղեկատվության հիման վրա, ներառելով պատմական եւ ինստիտուցիոնալ զարգացումները, հիմնական պատասխանատու կառույցների գործառույթներն ու պատասխանատվության շրջանակը, օրենսդրական դաշտը, տեխնոլոգիական կիրառական հնարավորությունները եւ այսպես շարունակ։ Ինչպես նաեւ ոլորտներում երկրների ուժեղ եւ թույլ կողմերի հնարավորությունների եւ սպառնալիքների գնահատում է իրականացվել։ Փորձնական նախագծի շրջանակում իրականացվել է տեղեկատվության անվտանգ փոխանցման համակարգի նախատիպի փորձարկում։ Աշխատանքները իրականացվել են իրական սարքի աշխատանքը մոդելավորող սիմուլյացիոն միջավայրում, փորձարկումները ներառել են նաև վիդեոհոսքերի փոխանցում։ Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ մշակված լուծումը ապահովում է տվյալների ամբողջականությունը ու փոխանցման կայունությունը առանց որակի կամ արագության նկատելի նվազման։ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում համապատասխան որոշմամբ միջազգային ռադիոցանց ընկերության բաժնետոմսերի 100%-ը փոխանցվել է կառավարությանը, բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ 25 թվականից մեկնարկել են ընկերության աշխատանքները։ Այստեղ ըստ էության 3 հիմնական աշխատանք է իրականացվել, iMarketing LLP ընկերության հետ պայմանագիր է կնքվել երկարաժամկետ համագործակցության, Կոնդոր հաղորդակի ամբողջական վերանորոգում եւ վերագործարկում է իրականացվել, Կոնդոր հաղորդակի վերանորոգման համար ստացված համապատասխան գումարի դիմաց մեծ մասին լարում է իրականացվել, սրանք հիմնական աշխատանքներն են, որ հասցրել ենք բաժնետոմսերի 100% մեզ վերապահվելուց հետո, կառավարումը ստանձնելուց հետո իրականացնել։ Հանրօգուտ մեդիա միջավայր հիմնադրամն ենք ստեղծել 2025 թվականին ապրիլի 17-ի կառավարության որոշմամբ, գիտեք, որ մենք այս հիմնադրամով նպատակ ենք հետապնդում հանրային մուլտիպլեքսում սլոտ ունեցող հեռարձակողներին տրամադրել նպատակային ֆինանսավորում հանրօգուտ ուրեմն բովանդակությամբ ստեղծման նպատակով, դրանք ներառում են մշակութային, կրթական, ուսումնական, գիտակրթական, մանկական, մարզական եւ այլ հաղորդումներ, որոնք նպաստում են հանրային շահի սպասարկմանը։ Հիմնադրամի իր գործունեությունը մեկնարկել է 25 թվականի հոկտեմբերից։ Այժմ անցնենք թվայնացմանը, կիբերանվտանգությանը, արհեստական բանականության թեմաներին։ Մասնավորապես թվայնացման ուղղությամբ, եթե կհիշեք, իրականացվել են մեծածավալ օրենսդրական աշխատանքներ, ընդունվել են 24 թվականի ընթացքում մի քանի մայր օրենքներ, կիբերանվտանգության մասին օրենքը, հանրային տեղեկությունների մասին օրենքը, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին օրենքները, մասնավորապես կիբերանվտանգության մասին օրենքով Հայաստանի Հանրապետության մենք նպատակ ունենք Հայաստանի Հանրապետության կենսական նշանակության ծառայությունների մատուցման համար կիրառվող տեղեկատվական համակարգերում եւ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում կիբերանվտանգ միջավայր ստեղծել։ Հանրային տեղեկությունների մասին օրենքի նպատակն է հանրությանը եւ յուրաքանչյուր անձի թվային անվտանգ միջավայրի ապահովում, բաց տվյալների քաղաքականության միջոցով արդյունավետ եւ որակյալ ծառայությունների մատուցում, օրենքով նաև սահմանվում է տվյալների շտեմարանի ստեղծման, ներդրման, փոխգործելիության եւ մեկ հարցման սկզբունքը։ Իսկ արդեն տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին օրենքով ստեղծվում է նոր մարմին, որով կարգավորվելու է տվյալ մարմնի իդեմս կարգավորման հանձնաժողովի եւ կազմավորման եւ գործունեության կարգը։ Մենք 25 թվականին ստեղծել ենք արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը, հուլիսից այն կյանքի է կոչվել, դեկտեմբերի 25-ին հաստատվել է արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին պետական աջակցության փորձնական փորձարարական ծրագիրը, որի շրջանակում
դիմողները կարող են անվճար 100% սուբսիդավորման տեսքով օգտվել անհրաժեշտ հաշվողական ռեսուրսներից իրենց հետազոտությունները, նախագծերը կամ արտադրանքները զարգացնելու համար։ Այստեղ մենք մի քանի կարևոր ռազմավարական գործընկերներ ունենք այս ծրագրի իրականացման շրջանակում, մասնավորապես խոսքը վերաբերում է Amazon Web Services ընկերությանը, Եվրոպայի արհեստական բանականության ոլորտում համար մեկ առաջատար ֆրանսիական Mistral AI ընկերությունը եւ Plug and Play, որի մասին արդեն իսկ իմ խոսքում նշեցի, եռամյա համագործակցության շրջանակում նաեւ նախատեսվում է համագործակցություն հենց վիրտուալ ինստիտուտի աշխատանքների համատեքստում։ Գիտեք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին կարևորագույն իրադարձություն տեղի ունեցավ Վաշինգտոնում, ի թիվս մի շարք կարևոր ռազմավարական բնույթի փաստաթղթերի, նաև համագործակցության հուշագիր ստորագրվեց երկու կառավարությունների միջև կիսահաղորդչային ոլորտի եւ արհեստական բանականության բնագավառներում այդ փաստաթուղթը հիմք հանդիսացավ, որ ամերիկյան, սակայն մեր հայրենակիցների կողմից հիմնադրված Firebird AI ընկերության, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ աշխարհի տեխնոլոգիական հսկաներից մեկի Nvidia ընկերության համագործակցությամբ հայտարարվեց Հայաստանում արհեստական բանականության տվյալային կենտրոնի կառուցման մասին։ Firebird ընկերությունը հայտարարեց, որ ներդրումները հասնելու են մինչև 500 միլիոն ԱՄՆ դոլարի, սակայն հնդածս հայտնի դարձավ նաև, որ ընկերությունը նաև ունի հնարավորություն մեծացնելու ծրագրի շրջանակը, ծավալները եւ արդեն վերջերս փոխնախագահ J.D. Vance-ի այցի շրջանակում հայտարարվեց, որ նաև ընկերությունը դիմել է երկրորդ փուլի իրագործման համար, հայտարարելով, որ դրա իրականացման շրջանակներում արդեն ծրագրի ընդհանուր ներդրումային ծավալը կհասնի մինչև 4 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Կարծում եմ այս մասով հարցեր կունենաք, առավել մանրամասն հարց ու պատասխանի տեսքով կանդրադառնամ։ Գիտեք, որ 24 թվականի ամռան կառավարությունը հայտարարեց ամպային առաջինը կամ cloud first քաղաքականության որդեգրման մասին եւ մենք 25 թվականի ողջ ընթացքում արդեն հասցրել ենք պետական մի քանի մարմինների կայքերը եւ համակարգերը տեղափոխել ամպային տիրույթ, օրինակ AI.gov.am, Հարթակ.am եւ այլ ուրեմն կայքեր։ Հաստատվել են էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրման կարգը, EMID ընկերությունը հավատարմագրվել է որպես էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոն։ Հայաստանում երեխաների առցանց պաշտպանության նպատակով ձևավորվել էր դեռևս 25 թվականի ապրիլին միջգերատեսչական հանձնաժողով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ գործընկեր գերատեսչությունների մասնակցությամբ։ Բացի այդ, ՏՏ նախարարության UNICEF-ի եւ Իզմիլյան հիմնադրամի հետ միջև կնքվեց ուրեմն համագործակցության նոր փուլ ենք սկսել ուղղված առցանց միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը։ Մասնավորապես դեկտեմբերի 15-ին մեր նախարարության, ԿԳՄՍ նախարարության եւ Իզմիլյան հիմնադրամի մինչև եռակողմ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որի նպատակն է ապահովել երեխաների առցանց անվտանգությունը եւ բարձրացնել թվային գրագիտության մակարդակը։ Սրանց զուգահեռ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը վերջին 25 թվականի վերջին ամիսներին ակտիվ կիբեր անվտանգության իրազեկման արշավներ է իրականացրել, թիրախավորելով Հայաստանի մի քանի մարզեր 25 թվականի ընթացքում, որի նպատակն է ձևավորել առավել պաշտպանված, գիտակցված եւ պատասխանատու առցանց միջավայր թե դպրոցականների, թե մանկավարժների եւ թե դպրոցականների ծնողների համար, այսինքն մեծահասակների շրջանում,
իրականացվել են արշավներ Լոռու մարզում, Շիրակի մարզում, Տավուշի մարզում, հարյուրավոր աշակերտներ են դրանց մասնակցել։ Բացի այդ կիբերդիմակայունության շրջանակում ենք համապատասխան աշխատանքներ հասցրել իրականացնել 25 թվականի ընթացքում Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության մեր գործընկերների հետ համատեղ կիբերանվտանգության արշավներ, կիբերանվտանգության հակաթոններ, սպառնալիքների որսի դասընթացներ համապատասխան մասնագետների ներգրավմամբ եւ այսպես շարունակ չեմ հասցնի բոլորը թվարկել թվային ծառայությունների միասնական հարթակի շրջանակում հարթակ M-ը հասանելի է այլևս թվայնացման սկզբունքներին ամբողջովին համապատասխանող ունենալ մեքենա կյանքի իրադարձություն թվայնացման նախագծի առցանց առուվաճառք ծառայությամբ թվայնացման սկզբունքների մասով կարող եմ ասել, որ դրանք ամբողջությամբ համապատասխանատված են մի շարք պետական կառույցների կայքեր եւ այսպես շարունակ Այստեղ հավելյալ ցանկանում եմ նշել, որ գիտեք, որ երկարատև ժամանակ Google ընկերության եւ YouTube ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մասնավորապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարության մեր գործընկերները բանակցություններ էին վարում Հայաստանում YouTube-ի գործընկերային ծրագիրը ակտիվացնելու նպատակով եւ ահա կրկին փոխնախագահ Վենսի այցին ընթացքում Երևանում YouTube ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ այլևս մոնետիզացիան կամ դրամայնացումը գարնան է, համենայն դեպս մեզ հետ բանավոր զրույցներում նշվել է, որ ամենայն հավանականությամբ ապրիլի վերջին մայիսի սկզբին այլևս կակտիվացվի։ Մենք շարունակում ենք մեր բանակցությունները մի շարք համաշխարհային վճարահաշվարկային ծառայություններ մատուցող տարատեսակ ընկերությունների հետ այդ օրինակ ծառայությունները Հայաստանում ակտիվացնելու նպատակով շարունակում ենք մեր երկխոսությունը PayPal ընկերության հետ, որը աջակցում է միայն գումարների փոխանցմանը, սակայն ստացումը դեռևս շարունակում է սահմանափակ մնալ, այստեղ մենք շարունակում ենք հետևողականորեն բանակցել գործընկերների հետ։ Այս պահին Stripe-ը շարունակում է անհասանելի լինել, դիտարկում ենք բանակցությունների արդյունքում դրա շուկա մուտք գործելը, հայաստանյան շուկա մուտք գործելը եւ ոչ միայն այս երկու ընկերությունների, այլև մի շարք ընկերությունների մասով բանակցություններ են իրականացնում փորձելով Հայաստանի ներկայությունը եւ տեսանելիությունը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա առավել ամրագրելու եւ բարձրացնելու, ինչու ոչ նաեւ առավելագույնս կապիտալիզացնելով եւ հղում կատարելով օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված հուշագիր եւ դրանում ներկայացված բովանդակությունը կարող եմ ասել, որ վերջերս նաեւ հանդես եկանք հայտարարությամբ լավ առիթ է եւս մեկ անգամ ընդգծելու, որ Starlink ընկերության Հայաստանում ծառայության ակտիվանալուց հետո մենք նաեւ SpaceX ընկերության հետ ունենք շատ որակյալ կոմունիկացիա եւ այդ աշխատանքները եւ այդ հարաբերությունների ոգին բերեցի նրան, որ Starlink-ը հայտարարեց կրկին փոխնախագահ Վենսի այցի շրջանակում, որ ավելի քան 100 տերմինալներ է նվիրաբերելու Հայաստանի կառավարությանը հայաստանյան մի շարք բարձր լեռնային հատկապես հատվածներում գտնվող հանրակրթական հաստատություններում կապի ինտերնետային կապի խնդիրը լուծելու համար, այդ թվում նաև առաջիկա 1 տարին ամբողջ ծառայությունների գումարի վճարները վերցնելով իր վրա Starlink ընկերությունը նաև պետք է նշեմ, որ մենք պիլոտային ծրագիր ենք իրականացրել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության գործընկերների աջակցությամբ
Microsoft 365-ի լիցենզիաները ներդնելու ամբողջ կառավարությունը ներդնելու համար կարող եմ ասել, որ նախորդ շաբաթ վիրտուալ սերվերների մրցույթը արդեն իսկ հայտարարված է։ Մենք ակնկալում ենք, որ 26 թվականի առաջին կիսամյակի արդյունքում ամբողջությամբ Microsoft 365-ը իր լիցենզիոն ողջ փաթեթով ներդրված կլինի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, ինչը իբրև պիլոտային ծրագիր ուղենշային կլինի արդեն մյուս գերատեսչությունների համար, որովհետև մենք արդեն թե Microsoft Exchange-ի էլեկտրոնային փոստի համակարգի, թե Microsoft Teams-ի եւ ընդհանուր Microsoft 365-ի այս ծրագիրը կներկայացվի գործընկեր կառույցներին այնտեղ եւս ամբողջությամբ համակարգի ներդրման համար եւ նաեւ ասեմ, որ 25 թվականի ընթացքում մի շարք միջոցառումների Հայաստանը միասնական տաղավարով 6 խոշոր միջազգային ցուցահանդեսների է մասնակցել, տալով հնարավորություն բազմաթիվ տեղական կազմակերպությունների ներկայացված լինել եւ ներկայացնել իր պրոդուկտները միջազգային ասպարեզներում, թերևս այսքանը հնարավորինս հակիրճ փորձեցի ձեզ ներկայացնել, հարգելի գործընկերներ, այժմ խնդրեմ, եթե հարցեր կան, համեցեք